Սկսենք այնտեղից աղոթք անելու, բոլորս քրիստոնյա ենք, բնականաբար ցանկացած պահի կարող եք աղոթք անել բացառությամբ բնականաբար դատական նիստի ընթացքում, որովհետև նիստի բնականon աշխատանքը կխաթարենք դրանով, խափանենք դրանով, ինչ վերաբերում է կեղծիքին, որը որ պաշտպանական կողմը բոլոր պաշտպանները եւ մեղադրյալները նշեցին այդ կապակցությամբ, ձեր կողմից արծարծված բոլոր հարցերը իդենտիկ են, թե ոչ իդենտիկ, ձայնագրությունը եւ ծրագրությունը ինչ որ կատարվել է, դա դատանը կարող է դրան գնահատական տալ միայն հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվող ապացույցների համակցության արդյունքում դատանը այս պայն գուշակ չէ, որ գնահատական տա, չի կարող դատարանը այս պայն այդ գնահատականը տալ, չի կարող գնահատականը տալ։ Հետևաբար այս հարցերը հիմնական դատալսումների արդյունքում, այսինքն այդ ապացույցները հետազոտման արդյունքում կարող է դատարանը իր որոշումը հայտնել։ Ոչ, ես խոսում եմ։ Հետևաբար դատարանը նաև անդրադառնալով մյուս հարցին, արկա է առերևույթ կեղծիք կատարած լինելու վերաբերյալ որևէ անգամ, այս կապակցությամբ, եթե գտնում եք, որ արկա, մեղադրյալ Չախարյան կարող եք այդ կապակցությամբ համապատասխան դիմում արտագրություն ներկայացնել իրավասու մարմնին, ոչ թե դատարանին։ Եվ դատարանը վերջնական արդյունքով քննության առնելով Պաշտպան Խուդյանի միջնորդությունը հանրային մեղադրողներին բացառք հայտնելու վերաբերյալ որոշեց այն ենթակա է մերժման, քանի որ չի բխում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 67-66 հոդվածների պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի Սահմանադրական օրենքի 71 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքից։ Եվ այն գտնում է դատարանը ոչ հիմնավոր եւ մերժում է։ Պատրան դատան, ես եւ պարոն Հակոբյանը, եւ պարոն Հովհաննիսյանը նաեւ այլ դատական նիստերով ծանրաբեռնված ենք, ինչ։ Արգելինես մեկը մյուսին խնդրում եմ, արգեք, տեսնենք ինչ է հաստատում, ես յուրաքանչյուրիդ կլսեմ։ Ունենք էլի խափանման միջոցի հարց, հրատապություն ունի հարցը, այլապես չենք դիմի նման խնդրանքով, խնդրում ենք թույլ տալ մեզ բացակայել դատական նիստերի դահլիճից, նաև չենք առարկում, որպեսզի պարոն Վարդևանյանը միջնորդությունը ներկայացնի։ Չէ, եթե դուք բացակայում եք, ձեր պաշտպանյալը այլ պաշտպան չունի այս պայդրությամբ, եթե ցանկանում եք չէ, առարկություն կա թե չկա դատարանի կողմից չի ընդունվի, որովհետև մեկ վարքան։ Ես խոսում եմ, էլի ժողովուրդ, լսեցի, չէ՞ ես, պաշտպան Կոչուբաևին լսեցի, չէ՞ ինչ ասում։ Վարորդի մասնակիցներ, եթե միջնորդություն պետք է ներկայացվի, ուրեմն միջնորդությունը պետք է քննարկվի, եթե պաշտպանը բացակայելու է, չի քննարկվի այդ միջնորդությունը, այսինքն դատական նիստը չի կարող շարունակվի։ Ես էլ բոլոր դատավարության մասնակիցներին մեղադրանքի եւ պաշտպանական կողմին նշել, ասել եմ բազմաթիվ անգամ, յուրաքանչյուր շաբաթ 5 շաբթի օրը ժամը 16:00-ից խնդրել եւ պահանջել եմ, որպեսզի այլ դատական նիստերով ծանրաբեռնված չլինեք։ Բոլորդ իրազեկված եք այդ մասին եւ տեղեկացված եք։ Պատվարժան դատան, խնդիրն այն է, նոր մարդ է ձեռքբերվել, մենք չենք կարող բոլորին խնդրել հանցանք չանեն կամ առերևույթ չբռնվել այդպիսի հարցի։ Երևի թե բոլորի կարողանայիք նման առաջարկ անեք եւ լսեի ձեզ։ Ինչեւ է, բայց ասել ամեն 5 շաբթի հանցանք մի արեք։ Լրություն, հա, հումորը լավ բան է, բայց մի րոպե, լրություն։
Ընտրեմ Մարգարիտ Պաշկոն։ Էդ էր, պարզապես խափանման միջոցի հարց ունենք պատվարժան դատան, սա է այլապես չէինք դիմում։ Շնորհակալ։ Եթե կարճ, ուրեմն խնդրում եմ ներկա գտնվեք դատական նիստին։ Դատան, եթե դուք տակ ըստ դրա արդեն